Mariani besat te tuktuki Patisce te am foto andrevot oh oh Zavește te concret Chakatagir domino oh oh Ai casino Despătpuțeam mai spaciar nu himnacadă Încheruțeam hamar arcadeno Hannu povite hannu siro pacara Corsume șat pars domino Եվ կանչունիխո հարարեց դու թեմերսող Կեզ հարկավոր է սիրել ու մի քիչ էլ փող Կեզ հարկավոր է ասել ես այլ ոչ թե նո Դոմինո Վծովորական կինոն է սկսվում պատմությունը մեր Այստեղ ոչ տերն ունի շուն ոչ շունը տեր Այստեղ ամեն նոր կյանք է ու նոր կինո Դոմինո Վծովորական կինո Այն կոչվում է դոմինո Կարող է ներվերից է Գլամներից է Չէ, վսյատիկի ներվերից է Մնում է պարզենքում ներվերը չեն դիմացել Հետոք Ատեն 1000-րդ անգամ եմ ասում Ֆոտոստուդիայի դուռը անզգուշ բացեցի, մի ամիտ կպավ աչքիս Ապրից կարող է բերանը տես անզգուշ բացել, դուռը փակել են աչքիդ Ոնց կարա դուռը նենց կպնի, որ աչքդ այսենց կապտի Այդ արդեն դրանը կհարցնեք Դոք չոն իսկ կարող է այս սոֆայի ձեռի գործնակ կամ ոտը Ապրես ով արե, գնանք գլուխը ջարդենք, ջարդի, նորիկը Ապեր մերսի, բայց ես չեմ ուզում, որ գաք իմ ֆոտոստուդիայի դուռը ջարդեք, նենց որ պետք չի Շաննա ջան, որ խնդրեմ մի րոպեով կգաս Մի հատ կասես քո կարծիքով, էս ինչ է Նախկին մասաժիստ, ներկայիս լուսանկարիչ Չէ, այն նկատի ունեմ, այս աչքինը Օրինակ ըստ քեզ, ինչքանով է ճիշտ, Գարիկի ասելով, էս անզգուշ դուռը բացելու հետևանքա Հնարավոր է Եթե անզգուշ, կանացի տուալետի դուռն է բացել Բարյա խորժակ Ախր դու են աղջիկն ես, որի համար մեր բաժնի պետը կնոջից բաժանվեց Արտուր մեր բաժնի պետը բաժանվեց, որովհետև կնոջը սիրեկանի հետ էր բռնացրել Կապ չունի, միևնույնն է դու ամենացանկալի կինն էիր մեր բանկում Միկատ էլ է ինձ ցանկանում, բայց ամուսնության համար միայն ցանկանալը քիչ է Դրա համար պետք է արագացնել, մի բան մտածել, որ Միկան բացի քո արտաքին գեղեցկությունը ցանկանալուց նաև ներքին գեղեցկությունը ցանկանա Յա, Արտուրիկ Սոնա ջան, ես իհարկե հարգում եմ մտերմիկ վերաբերմունքդ, բայց յանի Արտուրիկը որս է։ Հեսա կասեմ, որս է։ Սոնա ջան, ես ուզում եմ ասել, որ մենք այնքան մոտ ենք, որ ինչ Արտուրիկ, դու ինձ Արտուրիկի կարաս ասես, Արտուրիկ ուլիկ կարաս ասես։ Մի վախեցի այ դամբուլիկ, փչացած է։ Միջավայր որտեղ կարում սարքել տամ։ Սոնա ջան, նախ դամբուլիկ չի Արտուրիկ է, ավելի ճիշտ Արտուր։ Երկրորդն էլ ինչ ես ուզում նորոգես, տենց ոնց որ իմ համար ավելի ապահով է։ Հարազատ, չկրակող զենք պահելը նույնն է, ոնց որ կնգատ տփես, բայց քֆուր չտաս։ Էս էլ էր կատակ։ Մեկը մեկից օգտակար կատակներ ես անում, Սոնա ջան։ Այ տղա, եթե հանակս խնդալու չի, տենց էլ ասա, պետք չի ադալժենե անես։ Օգտակար կատակը որս է։ Իհարկե ծիծաղել Սոնա ջան, բայց հիմա ավելի լուրջ, եթե իրոք ուզում ես նորոգես, ես մի ծանոթ զինագործ ունեմ, տամ ինքը վերանորոգի։ Բա ոնց չեմ ուզի Արտուրիկ, այսինքն Արտուր ջան։ Մի հատ էլ կմտնես զապրավկա, գազ կլսնես, բայց չասես, որ Սոնայի պիստոլետն է, թող չիմանամ, որ գազով է։ Էս ինչ մի հումորս բացվել է, լավ ես թրաֆոտոսեքսիայի, տեսքս գժական է, չէ։ Ոչ միայն տեսքդ Սոնա ջան։ Չմոռանաս։
Մարդկանց անշահախնդիր օգնելու բնավորությունը իմանալով վստահ եմ, որ այս ատրճանակի հետ կապված դու ուրիշ պլաններ ունես։ Դուք ավելի լավ ասես ձեր գործը չի, քան թե խաբես։ Լավ ապեր։ Ձեր գործը չի։ Ո՞նց մեր գործը չի։ Բան գործն է որ մեր գործը չի։ Չնայ որ ասում է ձեր գործը չի։ Բան գործն է որ մեր գործը չի։ Հանգստացի մի հատ։ Համել ես հիմա ավելի կարևոր խնդիրներ ունեմ, քան ձեր հավատալ չհավատալը։ Ինչ է եղել։ Սոնայի հետ եմ պայմանավորված, մի քիչ հետո պետք է գա ֆոտոսեսիայի։ Շատ լուրջ խնդիր է։ Այնքան մեծ խնդիր է, որ ուզում եմ հասկանամ, այդ խնդիրը ո՞րն է։ Ո՞րն է։ Նիկա Սոֆան էլ է այնտեղ լինելու ու չգիտեմ սրա մասին ինչ եմ պատմելու իրան։ Ինչ որ մեզ ապեր։ Դե դրան հետ կապած ճշմարտություն է, էլի։ Ապեր, եթե դուք իմ 1000 տարվա ընկերներն եք ու դրան չեք հավատում, իմ 800 տարվա կինը ինչի պետք է հավատա։ Միք, որ խնդրեմ, կթողես Սոֆային ասեմ, իբր դու ես կատակով խփել։ Հեն ասա նորիկն է խփել։ Ապեր, որ նորիկը խփել երկու աշկս կկապտեր։ Լավ, ստեչես։ Մերսի Միք ջան, դու իսկական ընկեր ես։ Դե ես թրա չուշանամ։ Զգուշ կթռնես մյուսը աչքդ էլ չկապտի։ Ձերս։ Ինչ եղավ։ Դուք ես ինչ Ձերը հաստատ ջարդել է, զանգեք սկորի գան, տանեն ձերը կպցնեն, սեր ջարդը ծանրը սեր, բայց հաստատ ձերն է, ես մասնա։ Դու առաջինը կմտնես, բոլորին կհրավիրես ընդհանուր սենյակ, ասես, որ Արտուրը խոսելու բան ունի։ Հետո կմտնեմ ես Սոնայի ատրճանակը ձեռքից ու գագուլպան գլխից։ Սոնայի։ Հասկանում եմ, որ ես ամեն ինչ քեզ զվարճացնում եմ, բայց թույլ տուր միտքս ավարտեմ։ Մի խոսքով, ես զենքի սպառնալիքով կպահանջեմ, որ բոլոր իրենց դրամապանակները ինձ տան, իսկ դու այդ ժամանակ կրծքերով, ավելի ճիշտ կրծքով կփակես Միկային։ Հետո ես կհանեմ զուգագուլպան, կասեմ, որ ես ամեն ինչ կատակ էր, բլա 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 բլա, բայց միևնույն է քո արարքը կտպավորի Միկային։ Ճիշտ ես ասում։ Բլա բլա բլա։ Քո այդ ամեն ինչ նորմալ է։ Հասկանում եմ, որ պլանս կատարյալ ու իրատեսական չի, բայց գոնե ինչ-որ բան է, համենայն դեպս ոչինչ չանելուց հաստատ լավ է։ Ես զարմանում եմ, որ այս առանցանքին դու պլան ես անվանում։ Գուցե զառանցանք է, բայց քննարկման ենթակա չի։ Հավատա Միկան կֆիքսի քո ինքնազոհությունը։ Իսկ ինձ թվում է, բոլորը կֆիքսեն քո կաղամբությունը։ Կատակ, Աննա, կատակ։ Բոլոր հիմար արարքները արդարացնող հրաշք բառ, կատակ, ասել Սոնայի հանակ։ Հուսով եմ ոչ մի լուրջ բան չկա։ Լիլի ջան, ոնց որ ասում են, շունը կաղալով չի սատում։ Նորիկն է։ Հա, նոր։ Հա։ Հաստատ։ Շատ լավ է։ Նորիկներ։ Այդ մինչև պատասխանելը արդեն գիտեինք։ Հա, ասում ոչ մի լուրջ բան չկա։ Ձեռքն է ջարդվել, գիպս են դրել, տուն են ուղարկում։ Ինքն ու Միկան էլ շուտով կհասնեն։ Լավ պրծանք։ Բարև ձեզ։ Երևանի քաղաքային վարչություն։ Մենք եկել ենք Գահիկ Աղաքյանի գործով։ Փաստորեն այդքան էլ լավ չպրծանք։ Դե հիմա ինչ անենք, տղայա, սխացել ընկել է, ոտքի տակ չի նայել, անուշադիր ա եղել, հետո ասեմ, որ հատակա ենք անել, թաց չէր, այդ ինչի գոչվեք չընկավ ու հենց ինքը ընկավ։ Տիկին ջան, նախ սայթակել ընկնելուց աչքի տակը չի կապտում։ Երկրորդն էլ մի անհանգստացեք, անհանգստանալու բան չկա։ Տուժողը չի բողոքել, մենք դեպքի հետ կապված ամեն բան գիտենք։ Այս սովորական գործընթաց է։ Ուղղակի մենք պարտավոր ենք գալ վկաներից ցուցմունք վերցնել համոզվելու համար, որ տուժողը սպառնալիքի ազդեցության տակ չի խուսափում բողոքելուց։ Հա, դուք փաստորեն ավելի շատ աչքի պահով եք, հա, եկել, հա։ Խնդիր չկա, պարզապես մեր համերաշխ կոլեկտիվում չկա այդպիսի մարդ, որ կսպառնա Գարիկին։ Տորո։ Կասկեմ դուրը չահում է իննա։ Խելա, փող ես եմ, դվայ ես եմ արել, բուրմեն իննա։ Տոլոսի քեզ ինչ եմ ասում։ Հենց հիմա տալիս ես, դիտը չեք ես Գարիկի օրը կգցեմ։
Համերաշխ կոլեկտիվում։ Հաստորեն տուժողը այդքան էլ պատահական չի սայթակել։ Ոչ ոք չհեռանա սենյակից։ Ներկայացեք ով եք եւ ինչ հարաբերությունների մեջ եք Գարիկ Ավագյանի հետ։ Բադալյան Նորիկ դոմինոյի բաժնետերերից Գարիկի մանկության ընկերը։ Ջնջել ես Գարիկի աչքը, շահել ես կալակ։ Դեն բան չկա։ Գարիկը որ առավոտյան եկավ գործի իր աչքի տակ արդեն կապտած էր։ Բայց երբ ներս մտակ դու քո ընկերոջը սպառնում էիր, որ Գարիկի օրն ես գցելու։ Հա, հեսա ասեմ ոնց ա եղել։ Ես ու ընկերս որ իրար հետ էինք, դե հասկացաք էլի, ոնց որ 3D արևած աղիք եմ առնում, մոտս մանր չկա ինքնա փողը տալիս որ առնեմ, տուփը բացում եմ միջից հանում եմ հեռախոսի շահող կտրոն, ինքն էլ ասում է փողը ես եմ տվել ուրեմն շահումը իմն է, ես էլ ասում եմ տենց բան չկա ընկեր ջան, օ իմ ընկեր, իմ լավագույն ընկեր, չէ որ մենք ընկերներ ենք։ Ես լսեցի, որ դու քո այսպես ասած ընկերոջը վախեցնում էիր Գարիկի օրը գցելով։ Կարող է Գարիկին էլ ես դու այդ օրը գցել։ Չէ, ինչ եք ասում։ Այդ որ ես ձեր ասելով վախեցնում էի, նկատի ունեի այն օրը կգցեմ, ինչ որ Գարիկին գցել են այդ անծանոթները։ Այսինքն դու ընդունում ես, որ Գարիկին ինչ որ մեկը կամ ինչ որ մարդիկ ծեծել են։ Լավ, բան չեղավ այդ տղեն։ Եսի։ Զանգում եմ անհասանելի է։ Ոնց։ Մենք պայմանավորվել ենք, որ ինձ պիտի նկարեր դիսկի սաբլոշկի եւ պոստերների համար։ Ինչ ասեմ, Սոն ջան, տանը չի, օֆիսից էլ մարդ չի պատասխանում։ Սով ջան կներես, մարդը տա, կարող է սիրուն բան չեմ ասում, բայց շատ անպատասխանատու գյադա դուրս եկավ։ Գիտեմ, Սոն ջան, ինձ էլ բերել նստացրել աստեղ սպասացնում է, ինքը չկա։ Շուտվանից չկա։ Արդեն կլինի մի 10 տարի։ Այն Գարիկում ես սիրել եմ արդեն 10 տարի է, չկա։ Մի լացի Ազիզ, քեզ լացել չի կարելի։ Էսա ես կգնամ օֆիս, Գարիկիդ կգտնեմ ու իրան կլացացնեմ։ Այ իրան կարելի է լացացնել, ասեմ ավելին, պետք է։ Այն որ թևը ընկնելուց է կոտրել արդեն հասկացել եմ։ Իսկ այով է օգնել որ ընկնի։ Ջրասնի ու թթվասնի խառնուրդը։ Ինչ։ H2-ն։ Ջուրը։ Ես գիտեմ, որ H2-ն դա ջուրն է։ Դեպքի հետ ինչ կապ ունի։ Հատակը թացեր, Գարիկն էլ սղաց ու ընկավ։ Բա աչքի կապտուկը որտեղից առաջացավ։ Աչքի կապտուկը չեմ կարող ասել, անատոմիայից այդքան էլ լավ չեմ։ Որքան ժամանակ է այստեղ եք աշխատում։ Գիտեք, սկզբում ես ու Նորիկ աշխատում էինք աերոբիկայի սրահում։ Այդ ժամանակ ես նոր էի ավարտել հաշվապահական կուրսերս ու Որքան ժամանակ եք այստեղ աշխատում։ Հիմնադրման օրից։ Իսկ երբ է հիմնադրվել այս տեղը։ Երբ որ տղաները հասկացան, որ պետք է իրենց միամուր ուժերով արտադրեն ոչ միայն օղի, այլև զովացուցիչ ըմպելիք եւ ոչ միայն Լավ։ Նորիկը կարող էր կապտեցնել։ Թեկուս կատակով։ Իհարկե։ Ոչ։ Նորիկը շատ հավասարակշռված եւ լրջախոհ երիտասարդ է։ Թերևս մեր շեֆերից ամենախելամիտը։ Իսկ Միկան։ Միկան էլ է մեր շեֆերից։ Ինչպիսին են ձեր կոլեկտիվի միջանձնային հարաբերությունները։ Ինչ է։ Ուզում եմ ասել, որ համաձայն եմ ձեր հետ։ Որ Տեսա գնացեք, բասեցի չխանգարեմ։ Նստեք։ Պարոն Վասիլյան, ասել եմ մեղքս չափածուցած արդեն նստեցնում եք։ Դե ոնց որ տեսա ներվայնացած եք, ասացի մի հատ հումոր անեմ, էլի։ Պատմեք այն ամենը, ինչ գիտեք դեպքի մասին։ Դե ինչ պատմեմ, պարոն Վասիլյան, սղացել է անգելա թևը ջարդել է։ Էլի թևը։
Ինչի՞ էլի երբեր Գարիկը թևը ջարդել։ Կխոսեք աչքի կապտուկից։ Բա, այդ եկաթևը ջարդել է այդ հեչ, այդ մեծ փոճուր կապուտը մեջ։ Թևը հասկանալի է, բայց այդ աչքի կապտուկը մի տեսակ առեղծվածային է։ Չեք կարծում։ Որ ճիշտն ասեմ, կարծում եմ։ Ես էլ անընդհատ մտածում եմ, թե այդ աչքի կապուտը որտեղից է առաջացել։ Չեմ հասկանում։ Ուզում ես ասես, դու կապ չունես դրա հետ։ Ոնց չունեմ, պարոն ոստիկան, մանկությանս ընկերն է։ Դու ինձ արդեն ձեռ ես առնում։ Բացարձակ։ Էս մի կային երկար պահեցին։ Կարող է ուզում են փեսից գլխիս արկեն։ Մի րոպե։ Ուր տիկին։ Գնում եմ ձեր կոլեգայի մոտ արդարությունը վերականգնելու։ Դուք հարվածել եք Գարիկի աչքին, նա ընկել է եւ կոտրել է ձեռքը։ Հետո խնդրել եք Ժաննային, որ ասի, իբր ինքը հատակը թրջել է եւ Գարիկը ընկել է։ Գարիկին էլ վախացրել եք, որ չբողոքի։ Լավ էլի պարոն ոստիկան, հո դուք Սուրեն Բաղդասարյանը չեք, ձեզ ոնց հարմար է տենց եք մեկնաբանում։ Ներեցեք, եթե խնդրեմ, կքայլեք դեպի մուտքի դուռը։ Ես ձեզ ուզում եմ ողջ ճշմարտությունն ասել։ Այ հենց սենց էլ Գարիկն է գյաբրլամի շեղել։ Հիմա պարզա թե ոնց է ինքը ձեռքը կոտրել։ Աղկամոց մեջքս։ Խնդրեմ։ Կուզեք շտապօգնություն զանգենք։ Շտապօգնություն չէ, հոգեբուժարան զանգեք։ Այս ֆիրման ոնց որ խանգարվածների հավաքատեղի լինի։ Հոպա փլմի րոպե, այս արդեն պաշտոնական դիրքերի չարաշահում է։ Դուք հասկանում եք, որ վնասվածք եք հասցրել իրավապահ մարմնի աշխատակցին։ Ժաննան ուղղակի ուզում էր ձեզ օգնել։ Ոնց որ դուք եք ասում, էլի դեպքերը վերարտադրել։ Այս ինչ ա եղել։ Երնեք չէր մի բան լիներ, խեղճ Գարիկն էր, որ ընկավ թևը ջարդեց։ Հե ջան, Գարիկն էլի սայթակել ընկելա թևը կոտրելա։ Պարոն այք ոստիկաններն էլ եկել են, որ պարզեն ոնց ա եղել։ Ոստիկանները։ Մի րոպե։ Դուք ինչ ունեք ոստիկաններից փախնելու։ Ես։ Ոչինչ։ Ուղղակի զանգ պիտի անեմ։ Մեր մոտից զանգեք։ Ուղղակի Բոլորդ նարկեք տա կողապուտ է։ Այդի զոք։ Իա, Արթուրիկ։ Տեսով։ Էշի մեկնա։ Մեր մյուս փայատերն է, էլի գործադիր տնօրեն, հա, բայց առանձնապես աչքի չէին գնում հումորի զգացումը, որովհետև հումոր անելու ոչ ձև գիտի, ոչ էլ ժամանակ։ Բայց շատ կատակ չի օֆիսիկ։ Դե հա, ճիշտ ասած մենք տենց Դու սրա փաստաթուղթն ունես։ Էսով այն պիստոլետով մերոնց վախացնում։ Լավ բրծան։ Ասում բայց յանի թող, հենց սկզբից քիչ էիր ասում, որ Սոֆանը արե, համ մեզ այդքան ընդ չէին տանջի, համ է Արտուրին ու Սոնային չէին փագի։ Ոնց Արտուրինը Սոնային կալանավորել է։ Դե չէ, մի երկու ժամ պարեցին, բաց թողեցին էլի։ Սոֆ ջան, սրանից հետո որ ուզում ես մարդու ծեծես, պոչկին խփի էլի, տենց հետ չի մնում։
Լսի Միկա, խաղմասում չենք, հերիքա կապիկություններ անես։ Առանց էլ քո այսօրվա հիմար հումորների պատճառով բոլորի աչքին ամուսին ծեծող երևացի։ Ես էի ու իմ վրա չէի վերցնում քո արածը։ Ինչ էիր անելու, նենց հետաքրքիր է։ Ճիշտ է ասում։ Արևս։ Դե ոնց որ Սոֆ ջան, որ ոստիկանին մոտ շատ ասացի, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, տենց մոտս ռեֆլեքս դառավ, էլի։ Նկարը չի։ Իմ նկարը ինչ գործ ունի քո հեռախոսի մեջ։ Իմ հեռախոսի մեջ չէ, նորությունների սայթում։ Պատահական անցորդը նկարահանել է, թե ինչպես են օլիգարխի թիկնապահները ծեծում լուսանկարչի, տեսանյութ։ Մեր թղթակցին հաջողվել է նկարահանել, թե ինչպես են օլիգարխ Սիմոնյանի թիկնապահները դաժան ու անմարդկային ծեծի ենթարկում ոչ մի դիմադրություն ցույց չտվող քաղաքացուն, ով ինչպես պարզվեց լուսանկարիչ է։ Եվ Մի րոպե։ Օլիգարխ Սիմոնյան։ Օլիգարխ Սիմոնյան։ Սոֆ քեզ ինչ եղավ։ Սոֆ ջան, իհարկե իմ սրտով է, բայց խես ծեծում այդ խեղճ հարիֆին։ Որովհետև այս ամիս այդ նույն օլիգարխ Սիմոնյանի թիկնապահները արդեն 10 հոգու ծեծել են։ Ու 10-ին էլ Սիմոնյանի ընկերուհուն անպարկեշտ ակնարկներ ու առաջարկներ անելու համար։ Սով ես իմ անգրիչ կբացատրեմ։ Դու ինձ տարը կբացատրես։ Սոֆ պոչկեքին, Սոֆ, պոչկեքին ասում եմ, դեն ինտեղ հետ չի մնում։ وقتی می‌رسد به توکی وقتی که هم فوتو اندرمات زوشته تکم که شکلگیر دومینو ای کسینو Իսպատմության մեզ պաճարն ու հիմնակարը Ընկերության համար արկածենո Հանուն փողիտ է հանուն սիրո պակարը Կոչվում է շատ պարզ դոմինո Եվ կակչունի խող հարարեց դու թե մերսող Կես հարկավոր է սիրել ու մի քիչ էլ փող